Ես շարունակեմ այս կետից, տեսեք, գործընկերներս ներկայացրեցին, որ իրականում մեր 500,000 համակարգացներ հայտնվել են ծայրահեղ խոցելի սոցիալական իրավիճակում, ըստ էության պետությունը իրենց սոցիալական ապահովությունը իրականացնում է մնացորդային սկզբունքով եւ կենսաթոշակների աճը էապես զիջում է եւ աշխատավարձների աճին, եւ հնայի աճին, եւ բյուջեի աճին եւ այլն, Եվ մենք այսօր ձեր համար պատրաստել ենք որոշակի իլյուստրացիաներ, որը մենք հիմա ցույց կտանք, Էլստաջան, խնդրեմ ստեղել ցույց տուր, ես մտածում որ ստեղել կարող եմ ցույց տալ, երթով կարող եք երկուսն էլ նայեք, հա։ Ուրեմն այս սլայդի վրա պատկերված է կենսաթոշակների աճը 2018-ից 2025 թվականներին։ Բոլոր թվերը, որ մենք օգտագործել ենք, դա մեր վիճպետվարչության թվերն են կամ էլ կառավարության թվերն են, իրենց կայքից վերցած բյուջետային թվերն են։ Բոլորը պաշտոնական են, ինչ-որ իմաստով պաշտոնական թվերը նաև թեր գնահատում են իրական խնդրի խորությունը, հա։ Տեսեք, միջին կենսաթոշակի աճը 7 տարիների ընթացքում այս վարչախմբի եղել է 22%։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը այդ նույն ժամանակաշրջանում եղել է 26%։ Ընդդեմ սա սպառողական գների աճն է, հաստատությունը չի արտացոլում, օրինակ են, որ գույքարկի այդ ընթացքում մի քանի անգամ բարձրացել է եւ դա թոշակառուների վրա հավելյալ բեռ է, որտեղ գույքարկի արժեքը չի մտնում ուղղակի սպառողական գների զամբյուղի հաշվարկի մեջ։ Իրական կյանքի արժեքը էապես ավելի շատ է բարձրացել։ Եվ այն ինչ որ պարոն Հակոբյանը մինչև այդ ասեց, նորից ուզում եմ կրկնեմ, այսօր կենսաթոշակառուն միջին հաշվով ավելի վատ ապրում, քան նա ապրել է 7 տարի առաջ, երբ որ այս վարչախումբը եկավ իշխանության, քանի որ նա ստանում է ավելի փոքր քանակությամբ միջոց իր գնողունակության պարիզետով հաշվարկության։ Հիմա արդյոք սա արդարացված է, որովհետև մեր ընդդիմախոսները գործող վարչախմբից պետք է ասեն, գիտեք, մենք հնարավորություն չունենք, մենք պաշտպանական ծախսերն ենք մեծացրել եւ այլն։ Հիմա տեսնենք արդյոք ինչա տեղի ունեցել այս ընթացքում։ Ուրեմն նախ սկսենք կենսաթոշակային ֆոնդի փոփոխությունից։ Սա երկրորդ սլայդն է։ 7 տարիների ընթացքում բյուջեում կենսաթոշակային ֆոնդը աճել է ընդամենը 17%։ Հա, եղել է մոտավորապես 300 միլիարդ դրամ, դառել է մոտավորապես 350 միլիարդ դրամ, կլորացնում ենք թվերը, էական չի 1 միլիարդ կողմենքով, ընդամենը 17%-ով աճել մեր պետական բյուջեում կենսաթոշակային ապահովման ուղղված միջոցները, իդեպ ասեմ, որ ձեզ այդ ընթացքում կենսաթոշակառուների թիվը աճել է 458,000-ից 501,000, ինչպես ասեց իմ գործընկեր պարոն Կամենցյանը։ Հիմա արդյոք արդարացված է այդ թիվը, հիշեք 17% աճ ընդամենը, հա։ Պետական բյուջեի ծախսերը այդ ընթացքում հաջորդ սլայդում աճել են 135%-ով։ Այսինքն կենսաթոշակային ապահովումը աճել ընդամենը 17%-ով, իսկ ամբողջ բյուջեի ծախսերը 135%-ով, ավելի քան 2 անգամ։ Այսինքն բյուջեում միջոցների աճը ավելի քան բավարար է, որպեսզի կենսաթոշակներն էլ աճեին օրինակ 2 անգամ այդ ընթացքում։ Բայց եթե կենսաթոշակները չեն աճել 2 անգամ, ապա ի՞նչն է այդքան շատ աճել բյուջեում, ուր է ծախսվում մեր բոլորի կողմից, մեր հարկատուների կողմից վճարվող միջոցները։ Հիմա երթով ձեզ ցույց տամ մի քանի շատ պարադոքսալ բաներ։ Հաջորդ սլայդ։ Ուրեմն սա պետական պարտքի սպասարկման ուղղված միջոցներն են։ 2018 թվականին մեր բյուջեում պետական պարտքի սպասարկմանը ուղղվել է 141 միլիարդ դրամ։ Այս տարի 395 միլիարդ դրամ։ Համարը եռապատիկ աճ է տեղի ունեցել պետական պարտքի սպասարկման համար։ Կասեք, ինչպես է դա հնարավոր, աբսուրդ է, ինչպես է դա հնարավոր։ Շատ պարզ, աճել է ոչ միայն պետական պարտքը, այլև պետական պարտքի սպասարկման արժեքը։ Տեսնում եք այստեղ թվերը, 4.5%-ից, պետական պարտքի տարեկան 4.5%-ից, էֆեկտիվ տոկոսադրույքը դառել է 7.5%։ Սա մեր փառահեղ ֆինանսների նախարարը, ֆինանսների նախարարությունը, վարչապետները միասին վերցրած մեր պետական պարտքի սպասարկման տոկոսադրույքը 4.5%-ից 7 տարում բարձրացրել են 7.5%։ Չեմ ասում պետական պարտքի աճի մասին, դրա մասին բոլորս գիտենք, բայց ուշադրություն չենք դարձնում, որ համարը 2 անգամ թանկացել է պետական պարտքի սպասարկումը։ Ինչի, որովհետև ունենք տաղանդավոր ֆինանսիստներ, որոնք ղեկավարում են մեր երկիրը։ Տաղանդավոր ֆինանսիստներ 2 անգամ թանկ է դառել իրանց տաղանդի ձեռքից։ Իրականում սա կոռուպցիա է, սա կոռուպցիա է եւ ժամանակը կբացահայտի, որ սա կոռուպցիա է։ Որ այն ինչ որ տեղի է ունենում, մեր բոլորի հաշվին դուք հասկացեք, որ տարեկան $1 միլիարդ ուղղակի փող է վճարվում պետական պարտ տոկոսների դիմաց։ Ես որպես թիվ արձանագրենք, հա։ Ուրեմն երկրորդ թիվը, որի մասին ձեզ ուզում եմ ասեմ։ Պետական մարմինների, կառավարման մարմինների ադմինիստրատիվ ծախսերը
աճել են 2.5 անգամ, 59 միլիարդից 155 միլիարդ։ Նայում եթե 2018 թվականին շատ հասկանալի էր ինչքան էր, թիվը հայտնի էր, բյուջեի մի հատ բանով տողով գրած էր։ Հիմա այս թիվը խառնած է հազարավոր տողերի մեջ, որտեղ պետք է ամենից հերթով փորձես հասկանաս, մինչև վերջը չես կարող հասկանաս, սա ինչ է իրական ծառայությունա, թե ադմինիստրատիվ ծախսեր է, դրա համար մենք վերցրել ենք ամենափոքր հնարավոր թիվը։ Ամենափոքր հնարավոր թիվը, օրինակ պաշտպանության նախարարության բյուջեում է թիվը առանձնացված չի ադմինիստրատիվ ծախսը։ Ոստիկանության բյուջեում ներքին գործերին առանձնացված չի, առանձին դրա համար նույնիսկ չենք էլ հաշվել։ Վերցրել ենք 155 միլիարդ։ Ուրեմն տեսեք, եթե դուք պետական համակարգում եք աշխատում, ծախսերը աճել են 2.5 անգամ։ 2.5 անգամ արձանագրենք այս թիվը։ Հաջորդ թիվը կառավարության պահոստային ֆոնդը, այն ինչ որ կոչվում է պահոստային ֆոնդ։ Սա իրականում պահոստային ֆոնդ չի կառավարության, սա վարչապետի ջեբի փողն է։ Սա այն փողն է, որ ինքը ծախսում է ըստ իր հայեցողության։ Ինչի՞ որտեղ ազգային ժողովը սա հայեցողական փող է, նա չի հաստատում այս փողը ինչ որ մի կոնկրետ նպատակի։ Նա սա թողնում է վարչապետի հայեցողությանը։ 2018 թվականին եղել է 25 միլիարդ, այս տարվա բյուջեում նախատեսված է 64 միլիարդ, ավելի քան 2.5 անգամ եւս աճել է այս փողը։ Այն որը Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ծախսել ցանկացած բանի վրա։ Գիտեք ինչերի վրա ծախսում օրինակ ծախսում է հեծի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբանների բացատրելու համար, որտեղ տես խնդիր է ստեղծել, պետք է մեր գրպանից միլիոններ ծախսի, որովհետեւ այդ խնդիրը ոչ միայն չլուծի, նույնիսկ չի լուծվելու այդ խնդիրը, ուղղակի ձգձգի։ Եվ մենք բոլորս վճարում ենք դրա համար եւ առաջին հերթին այն թոշակառները, որոնք թոշակ չեն ստանում։ Փոխանցները միլիոններ են գնում ինչ-որ իրավաբանների վրա։ Եվ ամենախայտառակ թիվը, որ դες ուզում եմ ցույց տամ։ Այստեղ վարչապետի ենթակայության գործող հիմնականում ներքին ռեպրեսիվ մեքենայի վրա ծախսերն են։ Ուրեմն 2018 թվականին մենք ունեցել ենք 3 մարմին՝ ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն, պետական պաշտպանությունը։ Այս ընթացքում եւս 2 մարմին է դրանց վրա ավելացել՝ հակակառուպցիոն կոմիտեն եւ արտաքին հետախուզությունը, որոնց ամեն մեկը ծնվել է իր համապատասխան մի մարմնից, հա։ Ծախսերը աճել են ավելի քան 3 անգամ։ 29 միլիարդից դառել է 95 միլիարդ սրանց հավաքական ծախսերը։ Հաղթանակած դեմոկրատիայի բաստիոնում ռեպրեսիվ մարմինների վրա ծախսերը աճել են 3 անգամ։ Ինչի՞ որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք է ռեպրեսիվ մեքենան կերակրել, որպեսզի պայքարի քաղաքական հակառակորդների դեմ ում հաշվին մեր կենսաթոշակառուների։ Մեր կենսաթոշակառուները պետք է սոված մնան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նրանց անունից նրանց անունից պայքարի մեր բոլորի դեմ։ Ձերբակալի մեզ, գործեր հարուցի, դատարաններով քաշտա եւ այլն։ Ավելի քան 3 անգամ ծախսերը ավելացում, հա։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, մենք համարում ենք, որ 2 տարում ավելի քան իրատեսական է կենսաթոշակները 50%-ով բարձրացնելը եւ այսուհետեւ դրանք ինդեքսավորելը նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որովհետեւ մեր կենսաթոշակառները իսկապես այնքան միջոց կարողանան ստանալ, որը նրանց հնարավորություն է տալիս նվազագույն կենսամակարդակ ունենալու, նվազագույն, հա, 50%-ը հաշվել ենք մենք մոտավորապես սա 175 միլիարդ դրամ է տարեկան բյուջետն չենք ասում 2 տարի, որտեղ մենք պոպուլիստ չենք, մենք Փաշինյան չենք, որ ասենք կգանք միանգամից կանենք, չէ, միանգամից չենք անի 2 տարի ամենից պետք դրա համար, որտեղից ենք վերցնելու այդ միջոցները։ Մոտավորապես 100 միլիարդ դրամը վերցնելու ենք 2 տարի ընթացքում պետական բյուջեի բնականon օրգանական աճից, որովհետև մենք տարեկան մոտավորապես 5% տնտեսական աճ ունենք նաև բյուջեի եկամուտների որոշակի ավելացում հնայի նկատմամբ, որովհետև հավաքելիությունը աշճանում բարձրանում է, եւ մենք գնահատում ենք, որ 2 տարիների ընթացքում այդ պետական բյուջեն կավելանա առնվազն եւս 500 միլիարդ դրամով։ Եվ մենք համեստաբար ասում ենք, այդ 500 միլիարդ դրամից 100 միլիարդը եկեք թիրախային ուղենք կենսաթոշակների բարձրացման վրա, որտեղ նախորդ տարիներին ոչ մի բան չենք արել։ Նախորդ տարիներին 7 տարվա ընթացքում ընդամենը 50 միլիարդով ենք բարձրացել, եկեք հիմա, այսպես ասած, ոնց որ լրացնենք այդ բանը։ 100 միլիարդ բարձրացնենք 2 տարում, բյուջեն 500 միլիարդով ավելանալու է։ Հաջորդը 35 միլիարդ դրամով կրճատենք պետական պարտքի սպասարկման ծախսերը, ինչպես պետական պարտքը ռեստրուկտուրիզացիա անելով, թանկարժեք պետական պարտքը փոխարինելով ավելի էժան պետական պարտքով, դա հնարավոր է, եթե հրաժարվենք այն կոռուպցիոն սխեմաներից, որոնք հիմա գործում են։ Երրորդը պետական մարմինների ծախսերը կպակասացնենք ընդամենը 10%-ով։ Ընդամենը 10%, դա բացարձակ իրատեսական է, ես ինքս նախկինում զբաղվել եմ դրանով, իրատեսականը 30%-ով էլ պակասացնել, բայց որպեսզի այդպես շատ կտրուկ որևէ բան մենք չանենք, ընդամենը պարգևավճարները մի քիչ կպակասացնենք, 10%-ով արդեն ծախսերը կպակասացվի։
պարգևավճարներն են, թանկարժեք մեքենաներն են, թանկարժեք գրասենյակներն են, թանկարժեք ուղևորություններն են եւ այլն։ Ռեպրեսիվ մեկ մարմինները, կառավարման մարմինները, ռեպրեսիվ մարմինները եւս 10% դրանց ծախսեր են, որը ակնհայտ է, որ դրանք իրականում կրկնում են նույն խնդիրը լուծվում է եւ ԱԱԾ-ում եւ ասենք քննչական կոմիտեում եւ այլն հանգիստ կարելի է 10% պակասացնել։ Եվ վերջապես 10%-ով, չգնայց 20%-ով էլ կպակասացնենք վարչապետի պաշտպանության ֆոնդը։ Կպակասացնենք վարչապետի պաշտպանության ֆոնդը միասին վերցրած։ Սա տալիս է այն 175 միլիարդ դրամը, որը մեզ հնարավորություն կտա մեր կենսաթոշակների միջին հաշվով 50%-ով բարձրացնել եւ դրանից հետո նորից ուզում եմ կրկնել մշտապես ամեն տարի ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղեր, որովհետեւ մենք իրենց ապահովենք նվազագույն կենսաթոշակ եւ նվազագույն կենսակերպ։ Հիմա ինչ ենք մենք սա հետ կապված անելու։ Հաջորդ շաբաթվանից սկսած մենք օգտվելով հանրագրերի մասին օրենքից Հայաստանի Հանրապետության կսկսենք ստորագրահավաք հանրագրի տակ, որով մենք կդիմենք այս գործող իշխանություններին, պահանջով 50%-ով բարձրացնել, կետ առաջին 50%-ով բարձրացնել կենսաթոշակների միջին եւ երկրորդ կետ այսուհետեւ դրանք մշտապես ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ։ Եթե մեր հանրագրի անպատասխան մնա, իսկ այս իշխանության անպատասխանատվությունը հաշվի առնելով կարելի է ենթադրել մեծ հավանականությամբ, որ այդպես էլ կլինի, մենք հաջորդ տարվա համապետական ընտրություններին գնալու ենք մասնավորապես հենց այս օրակարգով։ Մեր բոլոր կես միլիոն կենսաթոշակառուների համար 50%, երկու տարվա մեջ 50% կենսաթոշակների աճ ապահովելու խոստումով, առավելևս, որ մենք շատ իրատեսականորեն պատկերացնում ենք այդ խոստումը ինչպես են կատարել։ Չենք ասում 5 անգամ, տեսեք, չենք ասում 10 անգամ, չենք ասում 2 անգամ, ասում ենք 50%-ով 2 տարում եւ այնուհետեւ ինդեքսացիա։ Դա շատ իրատեսական է եւ դա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն առանցքային կետերից մեկն է լինելու համապետական ընտրություններին։ Այսքանը, շնորհակալություն եւ պատրաստ ենք ձեր հարցին, ով որ հարցը տալի, խնդրում եմ ասել ումա ուղղված հարցը։ Դուք առաջինն եք, եկեք ձեզ, հետո ձեզ։ Մի շարք խնդիրներ նշեցիք սոցիալական եւ միայն թոշակների բարձրացման բարակային դուք առաջարկեցիք, որ 50%-ով, իսկ խնդրեմ նաեւ մյուս խնդիրների համար ձեր առաջարկը նշեք, եթե բարձրացրել եք խնդիրներ, ապա հաստատ առաջարկներ լուծման տարբերակներ ունեն, խնդրեմ նաեւ նրանց մասին խոսեք։ Եկեք ես պատասխանեմ, նայեք, մենք հիմնարար բնույթ ունենք հարցի մոտենալու 502,000 կենսաթոշակառուներ ենք եւ այդ կենսաթոշակառուների մեջ մենք ծերության կենսաթոշակառուների թիվը 285,000 ծանցնում է։ Այստեղ կան թոշակներ, նպաստներ, մայրության նպաստներ կան, կերակրող կորցնելու հետ կապված վճարումներ, նպաստներ կան, հաշմանդամության հետ կապված, կա թոշակային զինվորական ծառայության հետ կապված։ Խնդիրը գիտեք որտեղ է, խնդիրն է, որ ամենաառաջնայինը դա ծերության կենսաթոշակների հետ կապված խնդիրն է։ Իհարկե 50%-ը երբ որ մենք դա բարձրացնելու ենք, մենք բնավ չենք մոռանալու նպաստներ ստացող, տարատեսակ նպաստներ ստացող մեր մնացած թոշակառուներին, կարիքավորներին, նպաստավորներին եւ յուրաքանչյուր հարց իր ամբողջության մեջ քննվելու է, դա հետ կապված մենք որոշումների մեծ կարող եմ ասել մեծ արդեն ցանկ շտեմարան ունենք եւ համապատասխանաբար գնալ ենք, բայց առաջնայինը եւ նկատելի, շոշափելի առաջնային լինելու է 50%-ով կենսաթոշակների աճը։ Մնացած բոլոր հարցերին, գիտեք, խնդիրը որտեղ է, այս մեր ասուլիսից առաջ մենք մարզային կենտրոններում հանդիպել ենք աշխատավորության հետ, հանդիպել ենք թոշակային տարիքի մարդկանց հետ, նրանք այս բոլոր հարցերին փայլուն տիրապետում են, բարձրացնում են խնդիրները, որոնք որ իրական լուծում են պահանջում, եւ այս ամեն ինչը մենք ուսումնասիրություններ ունենք, մեր հետազոտությունները շարունակվում են եւ լուծումները կառուցվածքային իմաստով եւ օրգանական իմաստով մենք կներկայացնենք։ Ոչ մի մարդ, ոչ մի թոշակառու, ոչ մի նպաստառու պետական հոգատությունից դուրս չի լինելու։ Ընդհակառակը պետությունը եւ ցանկացած իշխանություն պետք է երես չդարձնի այդ 500,000 զգալի քանակ բնակչության 16%-ը կազմող բնակչության այդ շերտից եւ պետք է դեմքով վերադառնանք նրանց խնդիրները ունենանք, խնդիրները տեղորոշենք, համակարգենք եւ համապատասխանաբար քրիստոնեական արժեքներով նաեւ տոկորված խնդիրները պետք է լուծենք։
Ես նաև հավելեմ ձեր հարցը հաշվի առնելով, որ մենք իհարկե երկրում ունենք սոցիալ-տնտեսական մի շարք շատ սուր եւ մեծ առանցքային խնդիրներ, Մենք յուրաքանչյուր խնդրի հետ կապված համանման ասուլիս կպատրաստենք, որտեղ ցած կներկայացնենք թվերը, խնդիրները, միջազգային պրակտիկան, լուծումները եւ այլն, որպեսզի դա լինի համակարգված, էլի։ Դրա համար հիմա ցած դա հարցու պատասխանով տենք բան չանենք։ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ բյուջեի հետ կապված խնդիրներ չկա, գումարի խնդիր չունեն։ Հիմա ինչ է ստացվում, այս խնդիրները որ չեն լուծվում, ցանկության բացակայություն է, թե այլ ոչնչորդող հանգամանքներ կան։ Ինձ թվում է ես արդեն բացատրեցի։ Գումարները բյուջեի ուղղվում են սեփական քաղաքական գերակայությունների վրա, ռեպրեսիվ ապարատ պահելու վրա, ըստ էության այնպիսի ծախսերի վրա, որից օգտվում են իրենց այսպես կոչված բիզնես գործընկերները, պետական ապարատը ուղղճացնելու վրա եւ այլն։ Այսինքն իրանք պետական պարտքի մասները ես ասացի, թե ինչպես է ուղղճացել եւ պետական պարտքերն նրանց սպասարկում։ Այսինքն դա իրանց գերակայություններն են։ Մեր գերակայություններն նրանում է, որովհետեւ մենք միջոցները խնայենք եւ դա ուղենք մեր առաջին հերթին առավելապես սոցիալապես անապահով կոչելի խավերի վրա, դա կենսաթոշակառուներն են, բայց այո, նաեւ բազմազավակ ընտանիքներն են, սահմանամերձ բնակարանում բնակվող ընտանիքներն են, հաշմանդամներն են եւ այլն։ Հարցի պատասխանեմ նայեք։ Մենք խնդիր ունենք, որովհետեւ հայտարարություններից զատ կա հայտարարությունները կատարելու ոչ թե համարձակություն, այլ ողջամտություն։ Արդյոք այդ գումարները կան, արդյոք այդ հարցերը կան, հարցերը հետազոտված են թե ոչ։ Նույնպիսի Սյունիքում այց կատարեց վարչախմբի ղեկավարը եւ նրանք փորձում էին հարցի պատասխանների միջոցով իբր թե պետական կառավարում իրականացնել, պարզվեց որ ջրօգտագործողների թիվը կոնկրետ տարածաշրջանում մարդիկ տեղյակ չէին։ Այս մարդիկ հայտարարություններ են անում, որոնց մեծ մասի վերաբերյալ նրանց պարունակության վերաբերյալ նրանք նույնիսկ տեղյակ չեն։ Կա նաեւ երկրորդ խնդիրը։ Եթե գումարներ կան, մենք չենք խոսում արդյունավետ օգտագործման մասին, մենք հարց տանք Հայաստանի Հանրապետությունը արդյոք կարող է իրեն թույլ տալ այս շռայլությունը մոտավորապես 14 միլիարդ դոլարի արդեն իսկ արտաքին եւ ներքին պարտք ունենալու։ Այս շռայլությունը բերում է նրան, որ մենք տարեկան 800 միլիոնից մինչև 850 միլիոն դոլար ամերիկյան տալիս ենք պարզապես սպասարկման համար տոկոսների եւ մարգումարների այսպես վճարել հետ կապված։ Այդ անձնավորությունների հայտարարությունների լուրջ մի վերաբերվենք, որտեղ հայտարարության հետևում եթե ինչ-որ մի ֆինանսիստ կամ տնտեսագետ նրան ողջամիտ հարց ուղղի, նա պարզապես բազային չի տեղադրել։ Հայտարարում ինչ ասես ասում է։ Տեսնում եք իշխանության կողմից քայլեր, որ այս խնդիրները կլուծվեն, ինչ որտեղ նաև քարոզարշավը ապահովում։ Տեսեք, մենք այս հարցը բարձրացնում ենք առաջին հերթին նպատակ ունենալով գործող իշխանության վրա այո ճնշում գործադրել, հանրային ճնշում գործադրել, որպեսզի իրենք այս խնդիրները լուծեն։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդրի, որ իրենք ձեռք են տալի, ոչ թե լուծումն էլ ավելի են բարդացնում։ Ոստի ամենայն հավանականությամբ այս խնդիրները կլուծվեն արդեն հաջորդ իշխանությունների օրոք եւ հուսով եմ մենք էլ դրան անմիջական մասնակցություն կունենանք։ Ուրիշ հարցեր դուք հարցնում եք։ Պարոն Շարադյան, դուք հաշվարկել եք, որ նշում եք 50%-ով թոշակները կբարձրացնեք, դա բավարար կլինի, որ թոշակառուն արժանապատվի, որ երկրի օրինակն եք այսպես ուսումնասիրել, օրինակ ծառայել, այս հարցի կապված։ Տեսեք, ես միանգամից պատասխանեմ, մենք չենք կարծում, որ 50% բարձրացումը մեր կենսաթոշակառուների բոլոր խնդիրները կլուծի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, մենք ասենք հետևյալը, մենք հիմա ուզում ենք լուծենք առաջիկա 2 տարիներին նվազագույն խնդիրը։ Այսինքն, որպեսզի կենսաթոշակների բարձրացումը եւ հետագայում ինդեքսացիան հնարավորություն տա մեր կենսաթոշակառուներին գոնե կարողանալ սպառել նվազագույն սպառողական զանգվածը, գոնե։ Դա, բայց ասեմ ձեզ, դա մեր երազանքների բանը չի, սահմանը չի։ Բնականաբար մենք պետք է կարողանանք ժամանակի ընթացքում այդ թիվը բարձրացնել։ Տեսեք, հիմա այս տարվա դրությամբ միջին աշխատավարձ, միջին կենսաթոշակ հարաբերակցությունը 6 անգամ է, դա հսկայական եւ աբսուրդ թիվ է, դա նշանակում է, որ մարդը հենց աշխատանքի շուկայից տեղափոխվում է վաստակած հանգստի, իր եկամուտը միջին հաշվով 6 անգամ նվազում է, այսինքն նրա կենսամակարդակը 6 անգամ վատանում է, կտրուկ վատանում է։ Դա ընդհանրապես ասած աշխարհում չտեսնված, չլսված պրակտիկա է։
Գոնե պետք է ձգտել նրան, որ ասենք այդ հարաբերակցությունը լինի 3 անգամ, իսկ երկարաժամկետ հեռանկարում 2 անգամ։ Բայց եկեք սկսենք այն խնդրից, որը կարող ենք լուծել հիմա, որտեղ ինչի մենք հիմա պատկերացնում ենք։ Այս խնդիրը ինչպես է լուծվում։ Մենք ձեզ ցույց տվեցինք, հիմա նորից կրկնեմ, էլի, ցույց տվեցինք 50%-ով բարձրացումը ինչ միջոցների հաշվին է տեղ ունենալու։ Եթե Հայաստանում շարունակվի դրանից հետո տնտեսական աճը, իսկ եթե եմ ասում, որտեղ այս իշխանության օրոք կասկածել է, բայց եթե մենք գանք իշխանության, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ տնտեսական աճը կայուն հետագծի վրա կլինի։ Եվ դա կբերի հավելյալ միջոցներ, եւ մենք պարտավորված ենք մենք զգում եւ հանձնարարություն ենք վերցնում այդ հավելյալ միջոցները ուղղելու նաեւ մեր առավել սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի բարձրացմանը։ Խնդրեմ։ Ուզենալ մեխանիզմները, ավելի հստակ տեսնել ճիշտ հասկացանք, որ եթե հանրագիրը չլինի, դուք ընտրություններին մասնակցելու եք, հայտնվեք քաղաքական այսպես միավորով, այս հիմնական օրակարգով։ Ճիշտ հասկացանք։ Տեսեք, մի քիչ արկել, նախ հանրագիրը կլինի։ Ոչ թե հանրագիրը չլինի, այլ այս իշխանությունը անհաղորդ մնա հանրային են պահանջին, որ այս հանրագիրը գեներացնելու է, իսկ մենք ասեմ ձեզ, մենք սկսել ենք արդեն մարդկանց հետ շփվել, հանրային պահանջը հսկայական է, որտեղ մարդիկ հասկանում են, մարդիկ, որոնք մեր մասածս ամեն ինչի շահառուներն են, հասկանում են, որոնք անտեր են մնացել, կներեք այդ բառը օգտագործում եմ, իմ գործընկերները օգտագործեցին անուշադրության են մատնած, անտեր են մնացել, իրանց համարում են, որ կարելի է իրանց հետ հաշվի չնստել, հա, բայց իրականում մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրանց հետ հաշվի նստեն, բայց եթե դա չաշխատի, այո, մենք գնալու ենք ընտրությունների, թե ինչ ձևաչափով հիմա դրա մասին պատրաստ չենք խոսել, որովհետև ինքներս դրա որոշումը չունենք, բայց սա լինելու է ոչ թե միակ խնդիրը, որ մենք գնալու ենք, այլ մոտավորապես կարելի ասել 10 կարևորագույն խնդիրներից մեկը, որովհետև մենք ունենք անվտանգության խնդիր, մենք ունենք տնտեսական զարգացման խնդիր, մենք ունենք արտաքին քաղաքականության խնդիրներ, կրթության որակի անկման խնդիրներ, արժեքային համակարգի աղճատման խնդիրներ եւ այլն։ Չէի ուզենա, որ ձեր մոտ տպավորություն ստեղծվի, որ սա միակ խնդիրն է, որով մենք գալիս ենք, բայց սա առանցքային խնդիրներից մեկն է։ Խնդրեմ։ Պարոն Ծառայական, ասաց քիչ առաջ, որ պետական պարտքի տոկոսը տալիս են 4-ից դարձնելա, 4.5-ից 7.5-ի։ Այսինքն 3% անջել է։ Ու ասում եք, սա կոռուպցիոն սխեմա է։ Այլ կոռուպցիոն սխեման բացել ոնց է լինում այս դեպքում, որովհետև մենք արդեն երկու պարտ ունենք, ու երեք ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից մեկը հացելուց է տվել, ու ասում են, որ ներքին պարտ կարելի չի համարել պետական պարտ, մոտավոր այսպիսի բան։ Այսինքն դա ժողովրդի վրա է բաժանվելու, բնակչության քանակի վրա ու արտաքին պարտը հետ այսու համարվելու։ Նախ կոռուպցիոն համակարգի կապված, երկրորդ Այդ մի քիչ շատ տարօրինակ պնդում է, որովհետև բնականաբար պետության պարտ անկախ նայած ինչ աղբյուրներից է, դա պետական պարտ կա, որովհետև այդ պետական պարտքը եթե դուք ձևավորել եք, հետո պետք է վճարվի, սպասարկվի եւ այլն, հա։ Երկրորդ ինչի՞ եմ ես ասում, որ սա մեջ կոռուպցիա կա։ Սա մեջ կոռուպցիա կա, որովհետև եթե մեր մոտ պետական պարտքի սպասարկման արժեքը բարձրացել է 4.5%-ից 7.5%, այն պայմաններում, երբ որ աշխարհում տոկոսադրույքները չեն աճել, այդ ընթացքում կայուն են մնացել։ Դա նշանակում է, որ ստեղ ինչ-որ մի հատ շահառուկ է, չէ՞ որ այդ փողը աշխատում է։ Դա ոչ թե 3%-ով է աճել։ Ճիշտ հասկացեք, դա աճել է 3%-ային կետով։ Քանի որ մենք ունենք հիմա 5 տրիլիոնից ավել պետական պարտք, 5 տրիլիոն դրամից, այո, ավել պետական պարտք։ Խոսքը գնում է իրականում 5.3 տրիլիոն մոտավորապես։ Խոսքը գնում է տարեկան 160 միլիարդ դրամի մասին։ 160 միլիարդ դրամի մասին, որ ինչ-որ տեղ է գնում, ինչ-որ մարդկանց գրպանները։ Այ եթե վերցնենք ուսումնասիրեք, թե ում գրպաններն է գնում այդ միջոցները, կհասկանաք, որ դրանք շատ կոնկրետ շահառուներ են, դա ժողովուրդը չի։ Դրանք խոշոր ներդրողներ են, որոնք ստանում են շատ կոմֆորտ, կայուն, երաշխավորված եկամուտ։ Ավելի բարձր եկամուտ, մի հատ եկեք հիշենք, էլի մեր երկրում հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7% է կարծեմ, թե 6.5% է։ Այսինքն մեր միջին պարտքը ավելի թանկ է, քան թե կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հասկանում եք, մենք մեր վրա շալակել ենք պարտք, որից ինչ որ մարդիկ գերշահոտներ են աշխատում, հա։ Այս հարցը պետք է հավելյալ մի հատ ուսումնասիրել, բայց մեր գնահատականն այն է, որ սա պատահական տեղի չի ունեցել։ Սա պատահական տեղի չի ունեցել։ Հիմա չեմ կարող կոնկրետ ասեմ, ով ինչ հանցագործություն է կատարել եւ գնամ հանցանքի մասին հաղորդում տամ, բայց սա պատահական տեղի չի ունեցել։ Որովհետեւ նույնիսկ եմ ասում, մտածեք այդ թվի մասին, 160 միլիարդ դրամ հավելյալ գերշահույթ է գնում ինչ որ մարդկանց, քան որ պետական պարտքի սպասարկումը թանկացել է այս ընթացքում, լավ։ Այլ հարցեր։ Եթե հարցեր չկան, ապա թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հարգելի գործընկերներ մեր ասուլիսի լուսաբանման համար
Նորից մի անգամ եւս նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք ստորագրավակը հանրագրի շուրջը, դրա մասին եւս հատուկ տեղեկատվություն կտարածվի տեղեկատվություն, թե որտեղ կարելի է մասնակցել ստորագրավակին, բնականաբար մեր տարածքային գրասենյակներում դրանց հասցեները կապահովեն, բայց նաեւ կունենանք շրջիկ կետեր, որովհետեւ մեր քաղաքացիները, մանավանդ մեր շահառուները այս խնդրի հնարավորություն ունենան իրենց ձայնը միացնել այս խնդրի լուծման պահանջագրին եւ հուսով եմ, որ հետագայում արդեն 1 կամ 2 ամիս հետո մենք արդեն հնարավորություն կունենանք ձեզ տեղեկացնել, թե ինչ արդյունքներ ենք ստացել եւ այս խնդիրը ինչ շարունակություն եւ ինչ լուծումներ է ստանում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, բոլորին հաջողություն ցանկանում։ Շնորհակալություն։